Երբ ձեզ մոտ այդ ախտորոշումը հայտնաբերվեց, բժիշկները կարողացան բացատրություն տալ, ինչու է դա եղել։ Ինչն էր ամենատարօրինակը, որ երբ լրացնում են այնտեղ այդպես հարցաթերթիկներ կա, ծխում եք ոչ, թմրանյութեր օգտագործում եք ոչ, ալկոհոլ օգտագործում եք ոչ, քիմիական գործարանում ճառագայթման հետ կապված երբևէ գործ արել եք ոչ, գենետիկ անալիզներն էլ են արել, ինձ մոտ հերքվել է, այսինքն գենետիկ հենքել չի ունեցել, այն ախտորոշումը, որը ես եմ ունեցել, որպես կանոն լինում է 50-60 տղամարդկանց մոտ եւ մարդկանց մոտ, ովքեր կամ ճառագայթման կամ քիմիական ինչ-որ գործարաններում են աշխատել կամ շատ ստրեսային ինչ-որ պատերազմող երկրներից կամ ինչ-որ բնական աղետներից հետո ոչ մի կերպ չէին հասկանում ինչու հենց անմիջապես AML, որովհետեւ որպես կանոն երբ չաորակարյան քաղցկեղը կրկնվում է, այդ դեպքում արդեն AML է լինում։ Դա ագրեսիվ տեսակ է, շատ արագ զարգացող տեսակ է։ Ես որ ընթերցում էի, սարսափում էի 4-ից 6 շաբաթվա կյանք էին խոստանում։ Ձեր ներսում պատճառներ որոնում եք, ինչ պատասխաններ եք Եթե ինձ լսեք, ես գիտեմ ինձ մոտ ինչու է այդ ախտորոշումը եղել։ Ուղղակի վախենում եմ այժմ բարձրաձայնեմ, որ որոշ բժշկական կրթություն ունեցող մարդիկ չկան ինձ դատապետել, բայց օրինակ Գերմանիայում շատ մասնագետներ ինձ հետ համակարծիք էին, որ այո, շատ հիվանդությունների հիմքում հոգեսոմատիկան է։ Ստրեսի հետևանքով Փսիխոսոմատիկան հիմքն է, որից քո օրգանիզմում կարող են այն բջիջները, ինչը քնած էր, իր համար բարենպաստ տիրույթ է ստեղծվում գլուխ բարձրացնելու եւ քեզ խժռելու։ Անի իսկ դա կարող է նաեւ ուժեղ լինելու հետևանք լինել, եւ դու ներսում անընդհատ փորձում ես ծածկել։ Դա երբեմն համակցություն է, մշտապես պայքարելու, չհանձնվելու, երբ դու երկար տարիներ սպառում ես քեզ, քո ռեսուրսը, քո էներգիան, քեզ դանդաղ այրում ես եւ մի օր վերջնական այրումն է տեղի ունենում։ Դա շատ երկար ստրեսների մեջ ապրելու, ինձ մի օր մեկն ասեց, հա, բայց բոլորն էլ ունենում են, չէ՞ ստրեսներ, բայց չէ՞ որ ամեն բանը համեմատության մեջ է երևում։ Մեկ բան է դու մի օր երկու ստրես տարար, մի բան է երբ երկար տարիներ դու ստրեսային իրավիճակներում ես շարունակաբար հայտնվում, քո կյանքում ինչ որ սև գիծ է սկսվում, որին նաև X մարդիկ բարբերաբար նպաստում են, երկար ժամանակ ամեն բան անում են, որպեսզի քո կյանքը քայքայեն, եւ դու ամեն օր ստիպված ես արթնանալ եւ կռիվ տալ եւ պայքարել, այն դեպքում երբ ուրիշ մարդիկ ուղղակի արթնանում են, միգուցե կրկին ունեն պայքարելու, աշխատանքային ինչ-որ խնդիր ունեն, չգիտեմ, տանը գուցե ամուսնու հետ այդ օրը գժտվել են, բայց երբ որ դու շատ երկար տարիներ շատ լուրջ ու խորը ստրեսների եւ հոգեբանական ապրումների մեջ ես, դա արդեն բոլորովին այլ ստրեսային լարվածություն է։